Ավելի լավ բան, քան սեքսը։ Ինձ թվում է ավելի լավ բան, քան սեքսը, հենց սեքսը, բայց օվկիանոսի ափին։ Երբևէ ինչ-որ բան գողացել եք։ Տենց դեպք չեմ հիշում, բայց երեխա ժամանակ բնականաբար եղած կլինեն։ Ուղղակի դա ավելի շատ ինձ թվում է վերցնել է, ոչ թե գողանալ։ Հաճախ եք ստում։ Իմ պարագայում ես աշխատում եմ ստել միայն այն դեպքում, երբ որ դա ինչ-որ իրավիճակ պետքա փրկի կամ ինչ-որ դրական ելք պետքա ունենա ինչ-որ սիտուացիայից։ Երբևէ փորձել եք կեղծ ծանր հիվանդ ձևանալ, որ աշխատանքի չգնաք։ Աշխատանքի չէ, բայց դպրոցում հիշում եմ ժամանակ կար, որ հիվանդ էի լինում, ծնողները շատ խիստ էին այդ առումով, ինձ պարտադիր ուղարկում էին դասի, բայց ես այնտեղ ավելի ծանրացնում էի, որ ինձ տուն ուղարկեն շուտ։ Ում մասին եք վերջինը բան ասել եւ ինչ։ Ինձ թվում է մի 10 րոպե առաջ ընկերուս հետ ճանապարհին գալուց։ Բայց ումից խառը տարբեր թեմաներից։ Օգտվել եք ձեր դիրքից ինչ-որ բանի հասնելու համար։ Ոչ, երբեք, որովհետև ես ինքս եմ միշտ պայքարել, որ մարդիկ հավասար լինեն ու չօգտվեն իրենց առավելություններից կամ դիրքից։ Երբևէ չեք փոշմանել, որ չեք պատասխանել ինչ-որ մեկի սիրո խոստովանությանը։ Ընդհակառակը փոշմանել եմ, որ պատասխանել եմ ինչ-որ մեկի սիրո խոստովանության։ Գաղտնի սիրահարվել եք ձեր մոտ մարդու զուգընկերոջը։ Երբեք, որովհետև այդ առումով ես շատ կոնսերվատիվ եմ, միշտ մտածել ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր որ այդ տիպի զգացմունքներ կարան տածեն իրանց մոտ մարդու զուգընկերոջ կամ զուգընկերու հանդեպ, որովհետև իմ կարծիքով հնարավոր է էմոցիաները կառավարել, եթե այստեղ կա, բացի այստեղից։ Ձեր հայտնի քրաշը։ Նիկոլ Փաշինյան։ Ֆլիրտային ծիծաղ ունեք։ Հենց նոր։ Կկարողանաք ապրել առանց սեքսի։ Ինձ թվում է կարողանամ, բայց դա արդեն ապրել չլինի, այլ գոյատևել։